Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում, Բաքվի ներկայացուցիչը Վարդանյանի ծաղկեցրած Դիլիջանում իրանական սպասված ու չստացված պայթյունը։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սրանք թեմաներն են, որոնց մասին խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում։ Միջազգային քաղաքականության թատերաբեմում հերթական հետաքրքիր շրջադարձն է հենց մեր հարևանությամբ։ Հորմուզի նեղուցը կրկին բաց է, ընդ որում ոչ միայն բաց, այլև, ինչպես շեշտել է ԱՄՆ նախագահը, անվճար։ Վաշինգտոնն ու Թեհրանը պաշտոնապես հաստատել են ձեռք բերված պայմանավորվածությունը, իսկ Թրամփը իր սոցիալական ցանցի էջում ազդարարել է, որ ծովային շրջափակումը վերացված է։ Եթե կողմերը չփոխեն իրենց դիրքորոշումները, իսկ դրա շանսերը այս պահին կարծես թե շատ են, ապա հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի համապատասխան հուշագիրը, որից հետո կմեկնարկի նոր 60-օրյա բանակցային փուլը։ Օրակարգի գլխավոր թեմաներից մեկը լինելու է միջուկային ծրագիրը Իրանի։ Հիշեցնեմ, որ սա գլխավոր հարցն էր ի սկզբանե, այս պահին էլ դեռ մնում է չլուծված։ Վաշինգտոնը ցանկանում է իսպառ բացառել թեման, Իրանն էլ ցանկանում է առնվազն խաղաղ միջուկի ծրագիրը լեգիտիմացնել։ Թե ինչ կորոշվի արդյունքում, պարզ կլինի բանակցությունների ընթացքում։ Ամեն դեպքում կարևորն այն է, որ կողմերը որոշել են թեման քննարկել ոչ թե պատերազմի դաշտում, այլ բանակցային սեղանի շուրջ։ Հիմա կասեք, թե ինչու է սա մեզ համար կարևոր։ Դե, եթե ամեն ինչ մի կողմ դնենք ու զուտ որպես էգոիստ նայենք թեմային, ապա առանց այդ համաձայնության մի տեսակ դժվար կլիներ պատկերացնել թրիփի ապագան։ Իսկ եթե Վաշինգտոնն ու Թեհրանը լեզու գտնեն, թեման ավելի իրական է դառնում։ Ուզենք չուզենք, սա է իրողությունը։ Ի դեպ, հենց դա է հիշեցրել Փաշինյանը Թրամփին ծննդյան 80-ամյակի առթիվ հղված շնորհավորանքում։ Վարչապետի ուղերձը բավական ջերմ էր, նա Թրամփին անվանել է մեծ առաջնորդ և սիրելի բարեկամ, միաժամանակ բարձր գնահատելով նրա դերակատարությունը օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովում և ակնարկելով ապագա պատմական գործարքների մասին։ Տարածաշրջանային դիվանագիտությունը ևս մտնում է նոր ակտիվ փուլ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը մեկնում է Ռուսաստան։ Նրա և Սերգեյ Լավրովի քննարկումների օրակարգում ոչ միայն երկկողմ հարաբերություններն են, այլև Հարավային Կովկասը, հաղորդակցությունների ապաշրջափակումը և 3 գումարած 3 ձևաչափի հեռանկարները։ Այս համատեքստում Մոսկվան և Անկարան հայտարարում են, որ շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը հերթական անգամ ընդգծում է, որ ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այստեղ սկսվում է մեզ համար ամենահետաքրքիրը։ Ես ամեն դեպքում անհամբեր սպասում եմ մեր ռուսամերձ հատվածի կտրուկ արձագանքին ու բողոքին։ Ստացվում է, որ Մոսկվան ուզում է, որ Թուրքիան ու Հայաստանը հարաբերությունները կարգավորեն։ Իսկ դա չի նշանակում արդյոք Հայաստանի վիլայեթացում, թե Եվրոպայի բերած Թուրքիան այլ է, Ամերիկայի բերած Թուրքիան մի ուրիշը, և վերջապես Ռուսաստանի բերած Թուրքիան բոլորովին այլ է և Հայաստանի համար բոլորովին վտանգավոր չէ։ Կարծում եմ Թուրքիայից բողոքողները պետք է հստակեցնեն, հիմա Ռուսաստանից բերած Թուրքիային, այսպես ասած, դեմ են, թե կողմ։ Ես չէ, ժողովուրդն է պահանջում ձեր հստակ դիրքորոշումը։ Հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը, այո, հենց այդ հայտնի Հիկմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել շփումները, ընդ որում հաջորդ հանդիպումը կայանալու է Ադրբեջանում։ Ուշադրության արժանի է նաև մեկ այլ հանգամանք՝ Հիկմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային ճանապարհով, հատելով հայ-ադրբեջանական ցամաքային սահմանը՝ մի փաստ, որը դեռ մի քանի տարի առաջ շատերին պարզապես անհավանական սցենար կթվար։ Եթե փորձենք կարդալ պաշտոնական հաղորդագրությունների տողատակերը, ապա ակնհայտ է դառնում մի բան՝ բանակցային գործընթացը գնալով դառնում է երկկողմ, արտաքին միջնորդների անունները փաստաթղթերում չեն երևում, իսկ շեշտադրումը տեղափոխվում է ուղիղ շփումների վրա։ Լավ է դա թե վատ, ցույց կտա ապագան, ամեն դեպքում արձանագրենք փաստն ու առաջ անցնենք, բայց քաղաքական այս ռոմանտիզմը թողենք մի կողմ ու հանդիպման մասնակիցների
ռոմանտիկ զբոսանքին անդրադառնանք Դիլիջանում։ Տեխնիկական առումով զարմանալի ոչինչ չկա, պատվիրակությունների ղեկավարները միասին զբոսնում են, բայց ոչ տեխնիկապես թեմա կա, այն էլ լուրջ։ Հանդիպումն ու զբոսանքը Դիլիջանում են, մի քաղաք, որի զարգացման հարցում այսօր Բաքվի բանտում գտնվողներից Ռուբեն Վարդանյանը շատ բան է արել։ Անկեղծ ասած, այդ զբոսանքից ամենաշատը հենց այս կոնտրաստն էր, աչք ծակում, եւ ամենաշատը հենց այս թեման քննարկվեց սոցցանցերում։ Մինչ պաշտոնյաները քննարկում են խաղաղությունը, հրապարակ մտավ մեկ այլ կարևոր թեմա Ռուբեն Վարդանյանի հետ կապված։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Ադրբեջան։ Նա դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, խնդրելով աջակցել պատվիրակության մուտքին հայ գերիների տեսակցությանը եւ ընտանիքների կողմից փոխանցվող նամակների ու անձնական իրերի հանձնմանը։ Նախաձեռնության հիմնական ուղերձը պարզ է՝ գերիները չպետք է զգան, որ մոռացված են։ Հայաստանի ներքաղաքական կյանքում արդեն ընտրությունների հետընտրական հաշվարկի փուլն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է վերջնական արդյունքները։ Առաջատար է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրեթե 50% արդյունքով։ Երկրորդ տեղում ուժեղ Հայաստանն է, ապա Հայաստան դաշինքը։ Մանդատների բաշխվածությունը ըստ այդ տոկոսների այս պահին հետևյալն է՝ 64 պատգամավոր ՔՊ-ից, 29 պատգամավոր ուժեղ Հայաստանից եւ 12 պատգամավոր Հայաստան դաշինքից։ ԲՀԿ-ն փաստորեն չանցավ, այս թեման դեռ շատերի համար մնում է վիճահարույց։ Արդյոք խորհրդարանում արցախցի պատգամավոր կունենանք։ Սա էլ թերևս մեր լսարանի արցախյան սեգմենտին է հետաքրքիր։ Կարծում եմ նման շանսեր կան, բայց դեռ անուններ չենք տա։ Այդ մասին ավելի ուշ կխոսենք։ Արդյունքների հրապարակումից հետո խոսեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ բավական կոշտ խոսեց ընդդիմության եւ իր ձևակերպմամբ եռագլուխ մաֆիայի դեմ պայքարի մասին։ Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով։ Նա չունի եւ չի ունենալու եւ չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ընդհակառակը ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային եւ դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա։ Եվ ի դեպ, այս խմբակից չենք մոռացել եւ չենք մոռանալու Կալուգացու հիմնական մարիոնետավարին Սերժին։ Էնպես որ ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Այս թեմաներին կանդրադառնանք նաև առաջիկայում։ Մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ կհանդիպենք։